Աստված ամեն ինչ արարեց, ստեղծեց եւ Աստված ամեն ինչ նախախնամում, պահպանում է ու հասցնում է իր ավարտին։ Աստված ոչ միայն արարել եւ ստեղծել է, այլ նաեւ պահում, պահպանում, նախախնամում ինչ է, նախորոք խնամում է, հսկում է, պահում, պահպանում, որ չկոտրվի, չգիտեմ դուք որ մեքենա եք առնում, տուն եք սարքում, մենակ առնել սարքելը չի, պետք է պահես էլ չէ, առավել եւս Աստված այս արարչությունը պահում, պահպանում է, խնամում է։ Հիմա եւ Աստծո ամենամեծ իմաստությունը ինչ է, որ ոչ միայն արարել է, այլ նաեւ ընթացք է տվել։ Արարչության մեջ ասում է աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը եւ կարգ ու կանոն է սահմանել արարչության մեջ։ Այ մարդը պետք է ճաշակի ծառերի պտուղներից դրախտում։ Այ կենդանիները պետք է խոտերն ուտեն։ Բայց մենք մեղք գործեցինք։ Այս արարչության ամբողջ համակարգը խախտեցինք, սկսեցինք կենդանիների ուտել։ Բայց մի պտուղ ուտել։ Կենդանիներն սկսեցին իրար ուտել։ Բայց խոտ պետք է ուտեին։ Այսինքն մարդու մեղքի պատճառով այս արարչության ընթացքը խախտվեց եւ Աստված էլ թույլ տվեց, ոչ թե կամեցավ, այլ թույլ տվեց։ Տեսեք երկու կամք։ Մինչև Նոյի օրինակ հրաման չկար կենդանի ուտել։ Լսու գիրքը նայ։ Նոյից հետո նոր թույլ է տալիս Աստված, որ կենդանիները որոշակի անբիղծ կենդանիները ճաշակ են ուտել, բայց ոչ բիղծ կենդանիները։ Հիմա ճիշտ այդպես էլ Աստված այս արարչությունը ստեղծել է, ընթացքի մեջ է դրել, կարգ ու կանոն է դրել, համակարգ է դրել, ինքնա գործունեության հնարավորություն է տվել, եւ ինքն էլ վերահսկում է ու նախախնում է արարչությունը։ Եվ եթե մենք մտնում ենք այս արարչության այս գեղեցիկ ընթացքի մեջ, կարծես Աստծո այդ բարի կամքը զգում ենք, Աստծո ներգործությունն ենք զգում, Աստվածային նախախնամության մեջ ենք։ Այդպես էլ Աստված ամեն ինչ գեղեցիկ համակարգված պահում է։ Եթե դու մտնում ես այդ արարչության կամքի մեջ, դու դառնում ես մի մասնիկ, այդ համակարգի մեջ գնում ես դու, եւ քեզ անելիք չկա։ Բայց երբ որ դու այդ Աստծո արարչության կամքից գեղեցիկ բարի նախախնամությունից դուրս ես գալիս, մեղք ես գործում, արդեն դու Աստծո դեմ ես գնում։ Եվ բնականաբար դու արարչության մաս չես դառնում։ Եվ բնականաբար դու արդեն դժվար իրավիճակում ես հայտնվում։ Եվ դու փնտրես Աստծո կամքը։ Ուրեմն Աստված կամին բարին կանենում է երբեմն չարը չէ, պատիժը թույլ է տալիս։ Բայց ընտրողը մենք ենք։ Բայց ընտրությունը մենք ենք կատարում։ Ուրեմն մենք ամեն մանրուքների մեջ Աստծո կամքը չպետք է փնտրենք։ Սխալ այդպես ամեն մանրուքի մեջ Աստված բարին է կամենում։ Դու բարին ես կամենում, ուրեմն Աստծո կամքը քո վրա է։